Տիկին Բեդերին Անսունյան Մատվիենկոյի օրակարգը, հա, այցի արդեն հայտնի է, հա, ասել է, եւ երևի տեղյակեք, որ արևմտամետները շատ զգոհ են վերջին այսպես հանդիպումների, մասնավորապես Լավրովի հանդիպման ժամանակ արտգործնախարարի հայտարարությունից, որ դաշնակցային հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց Հայաստանը չի դնում։ Սա ինչ է, ջերմացման նոր փորձ, հա, էլ ավելի այսպես ջերմանալու, թե պրոբլեմները մնում են, բայց նաև որոշել եք Ռուսաստանի հետ այնուհանդերձ այսպեսի սուր հակամարտության չլինի։ Այն ինչ որ տեղի անում, կոչվում է նորմալ է, այն ինչ որ տեղի անում, նորմալ է։ Արևմտամետերը, դուք ասում եք արևմտամետները ասում են, չէ, եթե այլ ցանկություն ուներ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այդ արևմտամետերը ամբողջությամբ կլինեին Հայաստանի Հանրապետության իշխանություն։ Մենք ոչ արևմտամետ ենք, ոչ ռուսամետ ենք, ոչ որևիցե բան, մենք հայամետ ենք եւ Հայաստանի Հանրապետության, ռեալ Հայաստանի Հանրապետության օրակարգն ենք սպասարկում եւ ներողություն եմ խնդրում բոլորից, բայց չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնել։ Եվ այն խնդիրները, այն հարցերը, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, դրանք օրակարգից դուրս չեն եկել։ Այնուամենայնիվ, ո՞րն է ՀԱՊԿ-ի սահմանը։ Այնուամենայնիվ, ինչի է ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական մակարդակով իրեն հեռու պահել։ Այդ ՀԱՊԿ-ի երկրներից մեկը հայտարարել է, որ իրենք միասին հաղթեցին Հայաստանին եւ այլ, այդ եւ էլի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել։ Բայց եթե հարցերը մնում են եւ դրանք չեն լուծվում, ճանապարհը ո՞րն է, դրանք թողնել շարունակել։ Չէ, ճանապարհը հետեւյալն է։ Այլ ճանապարհ է։ Ճանապարհը հետեւյալն է, ճանապարհը այդ հարցերը բարձրացնել, միևնույն ժամանակ մեր անվտանգային համակարգը, մեր տնտեսությունը այլ տարբերակներ փնտրելն է, բայց գիտեք ինչ, եկեք հələ մի բան վերանանք, հա, որևիցե երկրից, այնուամենայնիվ լավ բան չէ մի երկիրը ամբողջությամբ մեկ խողովակից կախելը եւ մեկ ճանապարհով երկիրը ապահովելը։ Ասում եմ, կարևոր չի դա որ ճանապարհն է, չի կարելի լինել միայն չգիտեմ, արևմտամետ, չի կարելի լինել միայն ռուսամետ, պետք է քո երկրի շահերը ունենալ։ Բայց Մոսկվան բազմաթիվ անգամ է ասել, որ եւ հնարավոր չէ։ Լսեք, Մոսկվան ունի իր օրակարգը, Հայաստանի Հանրապետությունը ունի իր օրակարգը։ Այդ հանդիպումները, խոսակցությունները հենց դրա մասին են։ Տեսեք, մեր հարևան Իրանը ունի իր տեսլականը, ԱՄՆ-ն ունի իր տեսլականը, եւ Հայաստանի Հանրապետությունը հենց դիվանագետի, հենց քաղաքական գործի աշխատանքի ամբողջ իմաստը այն է, որ այս բոլորի ցանկությունների մեջ սպասարկի հայկական ցանկությունը, ինչը որ մենք անում ենք։ Իսկ գիտեք ինչ, ռուսամետները գալու են ասեն ոչ միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են ասելու են ոչ միայն Եվրոպա, իսկ այդ ընթացքում Հայաստանը պետք է իր շահը այդ ծանր, այդ երկու բևերների կամ 3 կամ 4 բևերների միջով իր շահը տանի վերջ ազատության հարցազրույցը չէ։ Ազգային ժողովում ընդունվեց, բայց հայտը հիմա նաև ձեր թիմակիցները ասում են հնարավոր Օրերարս Պապյանը, որ մենք չենք կարող եւ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում լինենք։ Հիմա հայտ երբ է պատրաստվում Հայաստանը արդեն ներկա։ Հիմա տեսեք, դուք Եվրոմեդիա անվանումով լրատվամիջոցն եք։ Լրատվամիջոցի վրա։ Հա, չէ, Եվրոմեդիան բերեմ օրինակ, Եվրոմեդիա լրատվականը իմ ունեցած տեղեկություններով բավականին ռուսամետ գործընկերներ ունի։ Ես օրինակ եմ, ես ժողովրդի մասին չեմ խոսում, կարող ժողովրդից խոսեմ։ Եվրոմեդիան ունի բան, բայց անունը դրել է Եվրոմեդիա։ Մեկը մյուսին հիմա հակասում է, չի հակասում, չէ։ Հայտի հետ կապված, մեր լրատվամիջոցի հետ կապված։ Վերջացավ, ես ձեր հարցին պատասխանում եմ։ Եվ միաժամանակ երկու աթոռի վրա Միաժամանակ երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ, այ ամբողջ խնդիրը դա է։ Այ ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ ինչ-որ մարդիկ փորձում են անընդհատ ինչ-որ աթոռների վրա նստեն կամ այդ աթոռները վերադարձնեն ու էլի նստեն։ Չեն նստելու իրանք աթոռների վրա, նստելու են բանտում։ Դա ժամանակի հարց է ընդհանրապես, դա մեկ։ Երկրորդը գոյություն ունի։ Կարող եք ասել, հա, աշխարհում գոյություն ունեցող մեկ երկիր, որ տենց ամբողջությամբ մի քաղաքական գիծ է վարում։ Տենց երկրները դադարում են գոյություն ունենալ։ Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ եւ դադարում են գոյություն ունենալ։ Դրա օրինակները հիմա չեմ ուզում բարձր բերեմ, բայց շատ վատ օրինակներ են։ Հայաստանի Հանրապետությունը բարի հարաբերություններ է ունենալու Ֆրանսիա եւ ունի Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, փորձելու է իր հարաբերությունները կարգավորի Ռուսաստանի հետ, դա նորմալ եւ հասկանալի բան է,
բայց չի նշանակում, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ որևիցե մեկը պետք է իրանց դրածոներին փորձեն ստեղ իշխանություն սարքել, պետք է իրանց ամբողջությամբ հայկական տնտեսությունը իրանցով անեն, դրա համար պետք է բալանս, որևիցե այլ ծայրահեղության մեջ ընկնեն, պետք չի ուղղակի, հասկանում եք, պետք չի sense չբաներ անել, կտրուկ բաներ։ Օրերս նշվել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի լարվածություն հնարավոր է լինի, էսկալացիա կարող է լինի եւ իրենք այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, որպեսզի զարգացումներ չլինեն, ինչ վերլուծություններ կան կամ ինչ խնդրի հետ կապված է նման։ Ես նման ինֆորմացիա չեմ տիրապետում, ես պարոն Պապիկյանին պաշտպանության նախարարությանը կարող եք ուղղել հարցում հարցոք նման միտումներ, նման տեղաշարժեր կան, բայց քաղաքական առումով ես նման բան այս պայմանությամբ չեմ տեսնում։ Նախագահի հայտարարություններն են հիմք նաև հանդիսանում, որ ԱՄՆ պետք է Ինչ հայտարարություն։ Ինչ հայտարարություն։ Հայաստանը կոչվում Արևմտյան Ադրբեջան, այդ մասին Փաշինյանը եւս խոսեց, որ սա Դե մենք էլ ենք, չէ՞, մեր կողմից։ Դե մենք էլ ենք, չէ՞, տարածքային պահանջ բանանում, չէ՞, երբ որ օրինակ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ինչ որ նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ որ հայտարարություններ են անում։ Մենք դա չենք նկատում, բայց դրանի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք, տեսակ ինչ ասել։ Ադրբեջանի նախագահն է։ Հա, ինչ։ Ոչ թե ինչ։ Ոչ թե ինչ։ Կատուն եք արցախցիներին, որոնք Ասում նա Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է, ես էլ հեսա գամ կմտնեմ այդ բանը, ինչ Արևմտյան Ադրբեջան կհիմնադրեմ, բա այն մի մասը նկարում եք, նկատում եք այն մյուսը, հաջա՞։ Համեմատությունը տեղին էր, պարոն Սիմոնյան։ Իհարկե տեղին է, բայց այդ մարդը, Հայաստանի տարածքում եղել է Արևմտյան Ադրբեջան, իրենք դե բայց ախր հայկական մոլորակից դուրս եկեք, այո չի եղել, ու չի էլ կարա լինի, ասեմ ավելին, հարցը դա չի, բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է, այո, բայց ես դուք նորից եմ ասում, դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձևի են, իրանք էլ այդ ձևով են պատասխանում։ Իմ ասածը հետևյալն է, որ այդ քայլերը, այդ հայտարարությունները իր հայելային արձագանքն է, այդքան բան։ Հիմա ես չգիտեմ, ինքը կարող է մի օր ուրիշ բան ասի կամ բան։ Ես ասում ինչի է ինքը դա անում։ Ես չեմ ասում, որ նա ճիշտ, որ նա սխալ։ Այո, ինքը տենց է։ Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ Ադրբեջանի Արևմտյան Ադրբեջան արտահայտությունները կային, այսինքն 2 տարի առաջ է դա անում։ Դուք ամեն ինչ փորձում եք սլաքները տանել արցախցիների կողմ, բայց այդպես չի, չէ՞։ Ոչ, սխալ եք, դուք սխալ եք։ Խնդիրը կանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ։ Ես հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ։ Ես որևիցե կողմ ոչ պաշտպանում եմ, ոչ ես ասում եմ ինչի է ինքը դա անում։ Ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք արդարացիորեն, տենց բաները բոլոր փաստերով ասում ենք Ղարաբաղ, ինքը պետք է ասի Արևմտյան Ադրբեջան։ Այսքան Արևմտյան Ադրբեջանի խոսույթը դեռ իր հոր ժամանակներից է կերակրվել եւ մինչեւ Մեր խոսույթը Ղարաբաղի մասին ինչքան ժամանակ է կերակրվել։ Փաշինյանը մասնակցել է Ղարաբաղի նախագահի երթուղի։ Ախիջան, բայց իմ ասածը ու ձեր ասածը իրար հետ ինչ կապ ունի, ոնց է հակասում, ինձ ասում եք, որ երբ որ Հայաստանի հայտարարություններ են Ես ճիշտ եմ ասում։ Էդ եմ ասում, բայց սխալ եմ ասում։ եղել Արցախ։ Ախիջ ես ասում եմ չի եղել Լեռնային Ղարաբաղ։ Ես ասել եմ, մի րոպե, ես ասել եմ չի եղել, ես ասում ինքը խիա դա անում ու տենց է անելու։ Ներվեք այդ մտքի հետ, թարգեք ձեր աշխարհում ապրել, թարգեք ձև անել, որ կա Հայաստանը իր բանա, ոնց է պատմության գրքով եւ մնացած բոլորը դրանք ոչ կարեւոր ժողովուրդներ են։ Մենք հայերս երբ որ բան ենք, դուդուկ էինք անում եւ ծիրան էինք աճացնում, իրանք ծառերի վրա էին։ Թարգեք այդ մոտեցումը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետությունը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետության ապագան։ Սխալ բան եք անում։ Սխալ բան է, հասկացեք, Ասիկ ջան, եթե քեզ բան ունեմ ուղված ասելու, կնստենք իրար հետ կխոսենք։ Սխալ բան եք անում։ Հասկացեք, որ կարողանաք հաղթեք այդ իրավիճակը, որ կարողանաք հաղթել ձեր պոտենցիալ հակառակորդին, մեր պոտենցիալ հակառակորդին, որովհետև մենք պետք է հասկանանք, երբ որ մենք նման բան ենք անում, ինքը ինչի է այդ բանը անում։ Ես դες բացատրում եմ, երբ որ մենք իր անկալմամբ սխալ, շատ սխալ, մենք սուրբ ենք, բոլոր հայերը սուրբ են, մենք բոլորը սրբադասվելու ենք, բայց երբ որ մենք մեր սուրբ Աստծո կողմից, Մաշտոցի կողմից գրված արած սարը տենց հետևից լույսը գցած մեր վրա Նոյի ժողովուրդս 1700 տարի առաջ քրիստոնեություն ընդունած այնց բան ենք ասում, ինքն էլ ասում է ես էլ ձեզ սրանով կպատասխանեմ։ Էս է իմ ասածը։ Ու դա ընկալեք։
Մերը չի, որ նման Այդ մենք չենք ասում, հա, բայց ներողություն եմ խնդրում, ես ասում եմ մի զարմացեք, ես չեմ ասում մի արեք այդ հայտ, ես ասում մի զարմացեք, պատճառը սա է, բայց հիմա ինչ եմ անում։ Պարոն Սիմոնյան, Ալիևն ասում է, որ պետք է 300,000 ադրբեջանցիներ գան ապրելու արևմտյան Ադրբեջանը, որպեսզի ստորագրեն խաղաղության պայմանագիր։ Եվս մեկ օրինակ, որովհետև մենք ասում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա ապրել Ադրբեջան եւ դա ինքը վերջում նույն ձևով պատասխանում է։ Ես զարմանում եմ, այսինքն ես նոր բան եմ ասում ինչ-որ մեկը։ Չէ, բայց ղարաբաղցիները այդ վերադարձել են։ Բայց ինքնավարություն։ Հա, լավ, ժողովուրդ։ Կարակ մի բան ֆիքսել։ Մի րոպե, ես կարծում եմ, որ դու պետքա հիմա լռես, որտեվ ես բան եմ ասում, ու դա կուլտուրական չի, որ ես խոսում եմ անընդհատ ինտուիտիվ։ Ես կարծում եմ, որ մենք հիմա ոչ թե գնահատական ենք տալիս, մենք ասում ենք ինչա կատարվում։ Ես չեմ ասում չպետք է վերադառնան։ Այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետքա մի օր լավ կլինի, որ վերաբացվեն։ Միանշանակ դա, բայց մենք հիմա քաղաքականությամբ ենք զբաղվում, ոչ չենք եկել հիմա բիսեդկում նստենք իրար հետ բան բասենք։ Ես հասկանամ արևմտյան ադրբեջանցիները ըստ Չկա, չի եղել ու չի կարող լինել, մոռացեք այդ արևմտյան։ Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ նոր ստորագրվի խաղաղության Լսեք, ես դա չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային առումով այս պայդրությամբ անհնար է եւ ինչպես խաղաղության պայմանագրի մեջ քննարկված է եւ ինչպես խաղաղության պայմանագրի տրամաբանությունը եւ պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Դուք վարչապետի խոսք եք մեջ բերում, բայց վարչապետը երեք խաղաղության պայմանագրի կետերից մեկը բարձրաձայն Եվրոմիության տարբեր աշխարհի երկրներից եկած մարդկանց մոտ ներկայացրել է կարևոր կետ է բացահայտել։ Ոչ մեկը այդ հարցը չի տա։ Ձեզ հետաքրքիր է, ես հանգարցակի Ղարաբաղի բնակչության հետ վատ բան կասեմ, թե լավ բան կասեմ, մի հատ դնեք, գրեք, Ալեն Սիմոնյանը վատ բան ասեց ու բոլորը հենց մտնեն մեջը։ Ախպեր, զբաղվեք քաղաքականությամբ, հերիքա զբաղվեք խոսակցությամբ։ Նշանակում է, որ եթե արցախցիները վերադառնան Արցախ, դուք ասում եք ամեն ինչ պետք է լինի փոխադարձությամբ։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, այդ ուղղակի ես չհասկացա կբացատրեմ։ Ասածս հետևյալն է, որ երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Դուք օրինակ Ադրբեջանից ինչ կառնեք, բան Սիմոնյան։ Գազ, լավ ասեց։ Ինչու՞ ոչ։ Չգիտեմ, ինչ որ բան կլինի կառնեմ, մենք էլ իրանց ջերմուկ կտանք, ծիրան հոսանք։ Պատերազմից հետո Ահա, պետք է հասարակություններին պատրաստենք, դուք այդ գործին չեք օգնելու, ես վստահ եմ, տեսնում եմ, որ չեք ուզում օգնեք, բայց օրինակ ֆրանսիացիները եւ անգլիացիները 100 տարի իրար հետ պատերազմելուց հետո իրար հետ հիմա դաշնակից են եւ այլ երկրներ են ռմբակոծում իրենց ինքնաթիռներով։ Ես հավատում եմ, որ մենք շատ տարիներ իրար կողք ապրել ենք, ես հավատում եմ, որ եթե կամք լինի իրենց կողմից, մենք կարողանանք մեր հասարակությունները կապրեն իրար հետ, ասում առևտուր են անելու։ Ժողովուրդ, Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր ա եղել, շրջափակման ժամանակ, անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը։ Կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել, վերջասեք մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, այդպես բան ենք, պատ ենք կառուցելու, իրար բարև չտանք։ Հիմա Ռուսաստանում ներողություն եմ խնդրում, Ռուսաստանում ոչինչ, թող նիստը վարի մեկն ու մեկը։ Մարդ չկա, գնամ նիստ վարեմ, ինչ անեմ։ Դա առևտրի մասին Կասեմ, բայց ոչ։ Ապրեք, հպարտանում ես։
Բոլորը ես համակարգել։ Պարտում եմ։ Ես կգրեմ դրանից։ Դե ատևելու, դա տատյա, եթե բան կրի, ես կգրեմ։ Մի վարկյան տղեք։ Գետ փակել եք, նկարի ոչինչ։ Չեն թողում Չի անջատվում։ Այսինքն ընդմիջում ամենատարել որ կա հարցազրույց, հա՞։ Այս մասը երկրորդն է։ Նախագահը տեղեկությունների Ադրբեջանի նախագահը Ալբանիայում եւ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է եղել, քննարկել է նաեւ զինանշանի հարց, ասել որ պետք է Հայաստանի Հանրապետության ասել է որ ես գիժ բաների չեմ պատասխանում։ Ես գիժ բաների չեմ պատասխանում։ Չի եղել քննարկում պահանջ ասին Ադրբեջանի կողմից։ Լուրջ եք հարցնում։ Դուք գիտեք, իսեց հայկական մոլորակից դուրս կա մի հատ տենց ձեր բուջուրիկ մոլորակ, որ դուք ձեր մեջ խոսում ասում եք Հայաստան։ Այո, ես էլ ձեր հետ։ Չէ, չկա։ Ադրբեջանը ինչ կապ ունի Հայաստանի հետ։ Ադրբեջանի մի րոպե, Արինե ջան, մի րոպե սպասի, էլի։ Արինե մի րոպե սպասի, կասես։ Մի րոպե, Ադրբեջանը ինչ կապ ունի Արարատ ծառի հետ, կասես ինձ։ Որ երկրում է գտնվում Արարատ ծառը։ Որ երկրում է։ Թուրքիան է, բայց Այո, այդ խոսակցության ընթացքում նաև լուսնի հարցն են քննարկել եւ Մարսի բնակեցման հարցն են քննարկել, Ադրբեջանը առաջարկել է միասին բնակեցնենք Մարսը, հիմա քննարկում ենք։ Այս տրամաբանության հարցեր եք տալի, ոչ։ Պարոն Սիմոնյան, լուրջ հարցեր տվեք, լուրջ ասեք։ Բայց իմ հարցին պատասխանեք։ Չէ, նման բան չի քննարկվել, նաև լուսնի հարցը նույնպես չի քննարկվել, եւ լուրջ ես պատասխանում։ Պարոն Սիմոնյան, իրավապահ մարմինների աշխատանքից Ընդհանուր առմամբ, այո։ իրավապահ մարմինների աշխատանքից եւ որ ձեր իշխանությունով որևէ իշխանությունով նման բան չի հապշտակում է $590,000 եւ այդ պարագլուխը հենց քննարիչան պետերից մեկն է ու ձեր կառավարության կողմից նշանակված կոմիտեի նախագահը շարունակում է պաշտոնավարել։ Գիտեք ինչ եմ լավ վերաբերում, որովհետեւ մեր իշխանության օրոք երբ որ տենց բան անում եք մարդը բռնվում է, իսկ նախկին իշխանությունների ժամանակ այդ բանը անում են եւ չեն բռնվում։ Բայց չի եղել իրեղեն ապացույց $590,000 ու համակարգի ներսից դա։ Լսեք, համակարգի ներսից է արվել, երբ որ խոսացվել է կոռուպցիայի մասին։ Այսինքն պետական պաշտոնյաները, որոնք որ հարստացել են եւ այդ ամբողջ ինֆորմացիան հայտնի է, պետությունից չեն վերցրել այդ բյուջետ։ Հիմա մի բան է մտնել գողություն անել եւ դրա համար բռնվել կարեւոր չի ինչ շենքից եւ մի բան է պետության մեջից ստանել ու եւ չբռնվել։ Հա, գողեր եղել է, լինելու է, միշտ լինելու է, ամեն մեկը մի ձև է գողանում, մարդը կա, չգիտեմ, իր ֆիրմայից է գողանում, հենց ինքը որպես տնօրեն, որպես սեփականատեր, մարդը կա ուրիշ տեղից է գողանում։ Այլ հարց է, պետությունը բռնում է, թե մտնում է դրա այդ երևույթի հետ համագործակցության մեջ եւ օգուտ ունի։ Այս պարագայում այդ մարդը որ արել է բռնվել է, ամբողջ բանդան բռնվել է, կինոներ են նայել երևի, չեն հասկացել որ իրավապահ մարմինները այլևս աշխատում են եւ բռնվել են։ Այդ չեք ասում, է ձեր հարցի մեջ։ Այո, իսկ նորմալ է որ կոմիտեի նախագահ շարունակում է պաշտպանել։ Մի ղեկավար կառույցի ղեկավար, որի այսինքն ըստ էության ինքը տեղում Ես ուզում եմ հասկանամ, իսկ որ մնացած տեղերում գողություն ա լինում։ Սա իրեն ապացույց է, պարոն Սիմոնյան, այսինքն հարությունը հետո ո՞նց վստահի իրավապահ։ Անենց վստահի, որ յուրաքանչյուր մարդ որ կմտածի, որ ինքը կարող է գողություն անել եւ դրա համար չբռնվի, վառ օրինակ է, որ բռնվելու է։ Հասարակ քաղաքացին ոնց հավատա իրավապահ մարմիններին, որ վաղ ամիսոն ինչ որ մի դեպքով այլ նույն հենց համակարգի ներսում իրեն ապացույցներ չեն ոչնչացնի, չեն հափշտակի եւ գործ իրենց ուղղությամբ չեն տալի։ Հարգելիս, կրկնում եմ, որ տեսնում է մարդը, որ այդ գողություն անողը այդ հիմնարկի պետի հետ չի կիսվում եւ իրար հետ չեն թռնում միտեղ, չգիտեմ ինչ որ կղզիում ծուն առնում եւ ապրում, պետք է վստահի, որտեղ գիտի, որ գողեր կան բոլոր տեղերում եւ գողություններ միշտ եղել են եւ լինել են, բայց դա պատժվելու է։ Այդ կառույցի հիմնական
գործառույթը այն է, որ ինքը գործերը քննի եւ քրական գործեր պատրաստի։ Ինքը իր գործառույթը արել է եւ այդ գողություն արած մարդուն բռնել է։ Նաև գողություն արած բարձրաստիճան պաշտոնյաներ են բռնում եւ այլ եւ այլ։ Հիմա ձեր շենքն է անհանգստացնում։ Ես պարոն Խաչատրյանին ես համարում եմ, որ պարոն Խաչատրյանը գտնվում է իր տեղում։ Ես համարում եմ, որ Խաչատրյանը չէ։ Արթուր Պողոսյանը։ Արթուր Պողոսյանն էլ է գտնվում իր տեղում։ Խառնեցի, լավ, ես էլ եմ մարդ խռնում խառնում։ Խաչատրյանը SMS-ը ստացել գնացել է։ Շատ լավ է, որ ստացել գնացել։ Ես համարում եմ, որ գտնվում է իր տեղում պարոն Պողոսյանը եւ Պարոն Սիմոնյան, կասեք ինչպես է իշխող քաղաքացիական հարցն գտավ, հակակոռուպցիոնը նկատի ինքը նստած է։ Պարոն Սիմոնյան, ինչպես է իշխող քաղաքացիական պայմանագիրը վերաբերում ձեր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի օրինագծին, հեղինակած օրինագծին, այն շատ մեծ աղմուկ է բարձրացրել, մասնավորապես հասարակության մեջ, այսպես շերտավորման առումով։ Այդ խնդիրները, բարձրաձայնումները հաշվի առնելով դուք կողմ կլինեք, նաև պաշտպանության ավելացրել է, հա, գումարը։ Ես դրա այդ հարցին պատասխանել եմ, եւս մեկ անգամ հատուկ ձեր համար պատասխանեմ, որ այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, այդ օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի համար անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություն է, կառավարությունը տվել է դրական եզրակացություն եւ քննարկումները մեր մոտ շարունակվում են եւ շարունակվելու են եւ կարծում եմ, որ մեր երկրի անվտանգության համար պարոն Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը անհրաժեշտություն է, բայց դրա մասին խոսել եմ։ Իսկ ընտրություններից առաջ, օրինակ, հասարակությունը ինչպես կվերաբերի ձեր այդ քայլին, որ սա ինչպես տարբեր փորձագետներ Ես չգիտեմ, օրինակ, ընտրություններից առաջ հարուստների, իսկ այդ հարուստները, որ բանակից փողով իրենց երեխաներին ազատում էին, իսկ այն մարդիկ, ովքեր որ գնում էին ծառայում են, օրինակ ես չնայած էլի ասում եմ հարուստ լինելով հանդերձ հարուստ ընտանիքից, ապահոված լավ հարուստ չասեմ, ապահոված ընտանիքից լինելով հանդերձ գնում ծառայում, իսկ այն մարդիկ կոպեկներ է ստանում։ Հիմա շատ մարդիկ գալիս են պաշտպան հայրենաց ծրագրով պայմանագիր են կնքում, մեծ ցանկություն ունեն ծառայելու եւ ես արդեն ասել եմ ձեր գործընկերոջը, մեր վերջնական նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է։ Հիմա մոտավորապես 10,000-ից ավել հայ հետախուզման մեջ է, որովհետեւ տեսեք, ընդհանուր առմամբ մոտավորապես կարող է լինի 12-13 հազար հետախուզող, դրանցից 10-11 հազարը, 10-ից 11 հազարը բանակից խուսափելու համար հետախուզվող մարդիկ են։ Ճիշտ է, Facebook-ում դոշ ծեծելու համար բոլորը բան են, առաջինն են, բայց իսկ ո՞նց կվերաբերվի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այնա նորից հարց էին հնչեցնում, եթե ընտրություններից մի ամիս առաջ մենք պոստում կանգնող մարդ չունենանք։ Պարոն Սիմոնյան, պարոն Հայկ Սարգսյանը կարծում է, որ երեկ էլ այսօր էլ վաղներ կոռուպցիոն սխեմաները գործում են եւ կարելի է հարցը զարգացնել։ Իրավապահները ինչու են զբաղվում, եթե ես չեմ պատասխանում ձեր հարցին, որովհետեւ ես արդեն այդ հարցի հետ կապված խոսել եմ, պարոն Հայկ Սարգսյանի հետ կապված, դիմեք պարոն Հայկ Սարգսյանին։ Այլ հարցեր կա։ Պարոն Սիմոնյան, մենք ասեք լսում։ Նախորդ շաբաթ մի աննախադեպ։ Հետո դու ասում չեմ պատասխան, ես թվում է որ հարցը տվիր պատասխանելու եմ։ Մի աննախադեպ երևույթի ականատես եղան, երբ ազգային ժողովի նախագահը գնաց մի տարեց կնոջ հետքերով, որպիսի նրան գտնի եւ այսպես ասած պատին դեմ տա, թե ինչ է կասելու մասին։ Սա ինչ պրակտիկա է, հիմա քաղաքացիը դիրքորոշում է հայտնել, եթե այնտեղ տուն չունեի, կարող էիք ուղակի պարզաբանում տարածել թեկուզ ձեր խոսնակետը, բայց գնալ պատուհաններից մարդկանց գտնել, արեք հաշիվ պահանջել։ Վերջացրեցի։ Վերջացնեմ, էլի, պատասխանեմ, չէ։ Հետո կհարցնես։ Տեսեք, նախ այդ կինը ես իր հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, այլևս մենք շատ լավ հայո ընկերացել ենք եւ պետք է ասեմ, որ այո, սրանից հետո յուրաքանչյուր այն տարը, այն մարդը, այն կազմակերպությունը, այն կենտրոնը, որը որ իրեն թույլ կտա ասել, որ չգիտեմ, ես շենքեր ունեմ, զավոդներ ունեմ, ինչ որ տեղ փայ ունեմ, այո, գնալու եմ այնտեղ եւ մերկացնելու եմ այդ սուտը, որովհետեւ ներողություն եմ խնդրում իմ լավ ընկեր Տիկին Ասյան, որի հետ ընկերացել եմ,
այնուամենայնիվ տենց վստահ ժողովրդի, եթե չեմ սխալվում, լրագրողներ ասում են, դե բոլորս է գիտենք, բալես իմը։ Հա, ես մնացած տեղն եմ գնացել, իրանց հետ եմ ընկերացել։ Բայց դուք ասացի բոլորի հետ ընկերացել եք, բայց եղել են մարդիկ, որ ասում են դուրը լավ շղթացել են։ Եվ ձեզ ասել են երկու տեղ եմ խոսացել, ոչ մի տեղ չեն շղթացել։ Չեն շղթացել։ Երկու տեղ եմ խոսացել։ Ձեր լրագրողն է նկարը։ Չէ, մեր լրագրողին դուք ցույց եք տվել։ Չէ, նկարել է հարգելի, սխալ է։ Երկու տեղ եմ, չէ, սխալ է, հարգելի։ Մեր լրագրողը ձեզ հետ չենք։ Դե գնաք կնկարեք այդ մարդուն, կասեք, որ ես շղթա։ Ես երկու հոգու հետ եմ խոսացել, վերջի հարկի աղջկա ընտանիքի հետ եւ առաջին հարկի երկու բնակարանի հետ, նախ մեկը որ պատոհան էր, մյուսը որ Տիկին Ասյան էր, իրանց հետ եմ խոսել, մնացած որևիցե մեկը դուրս չեմ։ Ես չասեցին, էս ինչ եք անում։ Ձեզ այդպեսի հարց։ Ասում ընկերացել ենք հիմա, ինչ եք Չէ, ամեն դեպքում ձեր մուտքը իրենց որ թողունքի առաջ պատճառ ոչ, հրավիրեցին ներս, խոսեցինք, բողոքեցին, ինչից որ դժգոհ են, ես իրանց լսեցի, բացատրեցի, նաև հիմա կապի մեջ են գտնվում։ Շուտ մի մտեք էլի իմ ու ժողովրդի հարաբերությունների մեջ։ Ես մեր ժողովրդի հետ լավ եմ, ես մեր ժողովրդին սիրում եմ։ Բոլոր նման հայտարարություն անողների հետևից գնալու եք մեկի։ օպերատիվ աշխատանք։ Դե գիտեք ոնց, կախված է, տեսեք որ լրատվամիջոցը գրեր, ուղղակի դատի կտայ։ Բայց երբ որ ինչ-որ քաղաքացիներ բարեխղճորեն տենց մոլորության մեջ են գտնվում եւ մտածում են, որ նման բան կա, ես պարտավոր եմ գնալ։ Դա իմ պարտականությունն է։ Ես падգամավորական մանդատ ունեցա, կենտրոնի բնակիչ падգամավոր եմ։ Պետք է գնամ այդ մարդկանց մոտ, ներկայանամ, եթե իրանք բան ունեն ինձ ասեն։ Ով է գնացել մարդիկ աղուստո, դու մի հրաժարվեք։ Լսեք, աղուսարսապ չկասեմ այդ մարդ, ես առանց որևիցե մեկի մտել եմ այդ մարդկանց տուն, իրանք ինձ սուրճ են առաջարկել։ Ընկերություն ենք անում հիմա հերիքա նախանձությամբ վերաբերվեք իմ դուք նախանձում եք մարդկանց հետ իմ շփվելու ունակությանը։ Ինչին նախանձեն բանս։ Ասեցի, մարդկանց հետ շփվելու ունակությանը։ Ասեցի, ինչի՞ պետք է։ Չէ, եթե դուք անվտանգություն մեր երկրի իրավապահ համակարգը ձեր բոլորի անվտանգությունն է, մեր ոստիկանները, մեր պարեկները, մեր ԱԱԾ-ի աշխատակիցները, ձեր բոլորի անվտանգությունն է։ Ձեր լեզվամտածելակերպը փոխեք, դուրս եկեք այն տրամաբանության մեջ Սերժի Վաչիկը, չգիտեմ ես ինչի Պեչիկը, Մուչիկը, Ֆուչիկը, իրանց բաները դուրս եկեք այդ լեզվամտածելակերպը։ Ձեզանից դուք լրագրող եք, հələ մի հատ իմ անվտանգության աշխատակիցներից մեկի անունը բարձրաձայնեք, հենց հիմա ուղիղ եթերում ենք։ Վարչապետի անվտանգության ղեկավարի անունը ի՞նչ է։ Ինչ ասեք է։ Բա անվտանգությունից է։ Մեկինը։ Հա, ավելի լավ։ Մեկինը ասեք։ Կարող մեկ ասեք։ Ասեք ձեր անունը ասեք։ Չէ, պետք չի ասել։ Հետո ուզում եք, ես ուզում եմ հասկանամ, դուք որոշել եք ինչ որ մեկին սպանեք, ինչ որ մեկին մահափորձ անեք։ Այն մարդիկ, ովքեր որ խոսում են Հայաստանի Հանրապետության, երբ որ ձեզ պետք է, դուք Հայաստանի Հանրապետության երկրորդ պաշտոնյան եք, բա դուք այո, Հայաստանի Հանրապետության երկրորդ պաշտոնյան, առաջի պաշտոնյան, երրորդ պաշտոնյան ու էլի շատ պաշտոնյաներ պետք է ունենան անվտանգության աշխատակիցներ։ Փորձում են ինչ-որ լրագրողներ նույնիսկ կան, իրենց լրագրող գողական բազարի մեջ են ինձ փորձում են։ Բա որ մի օր, ես իմ արձակուրդի ժամանակ նստում եմ ինքնաթիռ մենակով գնում եմ ինչ-որտեղ հանգստանում, հայերի հետ շփվում, բա որ մի օր ես այդ բազարների մեջ, կներեք որ սենց եմ ասում, ինձ մի ներքաշ։ Հայաստանի Հանրապետությունում մի ազգային ժողովի նախագահ սպանվել է, գնդակահարվել է, լրագրողների բեյջ ունեցող մարդկանց կողմից, մի ազգային ժողովի նախագահին փորձել են սպանել, չի մահացել, եկել ասում եք դուք անվտանգության, հա երկուսը, ուզում հասկանամ, ժամանակ չեն սպանել։ Ում չեն սպանել։ Երբևիցե մենք խոսացել ենք։ Ոտքով շրջում եք քաղաքում։ Բայց օրենքա, դա այդ օրենքը ես չեմ ասում։ Սպանվել է, բայց այն ժամանակ էլ էր սպանված, դուք ոտքով շրջում եք։ Ուզում եմ ասել, որ ձեր քաղաքական աշխարհում Լուսինե ջան, ես կարողանում եմ, բայց ես դա չեմ անում, որտեվ գոյություն ունի օրենք։ Հովիկ Աբրահամյանը, Արա Բաբլոյանը, Արտուր Բաղդասարյանը, Օղորմատիկ Գալուս Սահակյանը, որևիցե ազգային ժողովի նախագահ եղել է, որ անվտանգության բան չի ունեցել։ Ռոբերտ Քոչարյանը նախագահ չի, կամ Սերժ Սարգսյանը նախագահ չի, կարողանում է շրջի։ Մենք ստեղ падգամավորներ ունենք, որոնք բերում են իրանց օգնականներին, գրանցում են իրանց ախրանիկներին, գրանցում են որպես օգնական, որպեսզի ազգային ժողովի շենքում շրջեն։ Եկել եք Հայաստանի Հանրապետության, դուք երկրորդ պաշտոնյա եք, անվտանգ, բա պետք է ունենամ, բա ինչ պետք է անեմ, բա
հակառակորդ երկիր գոյություն ունի եւ ավելի լավա չխոսես ես քո հարցին պատասխանել եմ ես քո հարցին արդեն պատասխանել եմ կարելի է նաեւ աղջիկ հա ինչ անենք ձեր խմբագիրներ իր աղջկան լրանցում են որպես լրագրող դրա մեջ վատ բան կա այլ հարցեր կա այո պարոն Սիմոնյան պարոն Սաղաթականի հարց մոդern հետաքրքրությունները գավաթների Բագրատ Գալստանյանն արտահայտել Բագրատ Գալստանյան